Եթե դուք արդեն որոշել եք ձեր ընտրությունը կատարել գաղափարական ուժի եւ անցողիկ շեմը երաշխավորված հաղթահարողի միջև, դուք պիտի ձեր քվեն տակ ընտրությունը կատարեք գաղափարական ուժին։ Միանշանակ բևեռը ոչ թե կհաղթահարի անցողիկ շեմը, այլ նույնիսկ կգերազանցի բոլոր լավատեսական սպասումները։ Շատ հետաքրքիր հարցադրում է, որը շատերն են կատարում, եւ սա հաճելի է, որովհետեւ շատ շատերը ոչ թե ցանկանում են պարզապես իրենց քվեն տալ անցողիկ շեմը հաղթահարողներին, այլ ուզում են իրենց քվեն տալ այն ուժին, որը արժանի է։ Բայց մտավախություն են փոշիանցնելու հետ կապված։ Հավաստիացնում եմ, փոշիանալու հարցը դա շատ արհեստական օրակարգ է եւ ոչ միայն այսօրվա իշխանության շնորհիվ է մտցվել, այլ նաեւ նախորդների օրոք։ Մեզ ստիպում են 3 տասնամյակ մեծամասնություն ունենալ։ Մեզ ստիպում են, որ խորհրդանում պետք է ուժերից մեկը ունենա 50%-ից ավել քվե։ Եվ մեզ համոզել են, որ փոքր գաղափարական ուժերը, բայց մեծ գաղափար ունեցող ուժերը ձայն են փոշիացնում։ Այս կեղծ օրակարգերը 3 տասնամյակ սրսկել են մեր գիտակցության մեջ։ Ես հասկանում եմ ինչու են այդպիսի հարցեր տալիս, որովհետև ընտրական օրենսգիրքը սահմանադրության հիման վրա ձևավորվել է օրվա իշխանության համար։ Դա օրենք չի հայ ազգի եւ հայ ժողովրդի համար, դա օրենք է օրվա իշխանության համար։ Ես պարզապես խնդրում եմ մեկ անգամ գոնե մենք մի կողմ թողնենք այդ կեղծ օրակարգերը, ձայն փոշիացնել, կայուն մեծամասն։ Ես հույս ունեմ, որ մենք ունենալու ենք այդ օրը։ Վերջը որակ ունենալու ենք, թե չէ խորհրդարանում, լավ։ Ես այնքան են համոզել այս կեղծ փաստարկները, ես օրեր առաջ գրել էի, որ ձայն փոշիացնում են պայմանական մեծերը, համոզում են, որ փոքր ձայներին տված քվեները փոշիանալու են, որպեսզի իրենք ձայն ստանան։ Լավ, այդ մեծ ուժերը իրենց մեծ փողերով են որոշվում, ժողովուրդ ջան, մեծ գաղափարներին ուշադրություն դարձրեք, ոչ թե որ մեզ անընդհատ սրսկել են 3 տասնամյակ է։ Հավատացեք, երբ մենք կդադարենք վախենալ քվեախցիկի մոտ ձայն փոշիացնելուց եւ չենք վախենալ մեր ընտրությունը կատարել, ընտրություն բառը պարոն Գրիգորյանից գնաց, ոչ թե քվեարկել, այլ ընտրությունը կատարել գաղափարի համար, մենք կհաղթենք։ Ընտրողը կհաղթի, երբ ինքը չի վախենա քվեարկել իր խղճով։